Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասան Մովսես Երեմյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Մովսեսն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ շատ հաճախ բացի անձնական լուսանկարներից և աշխատանքային նորություններից հանդես է գալիս այլ նորություններով։ Այս անգամ Մովսես Երեմյանը սոցիալական հարթակներում օգնություն է խնդրել իր ընկերներից մեկի՝ դերասան և պարուսույց Պետրոս Աֆարյանի առողջական վիճակի բարելավման համար։ Ամիսներ առաջ Star News-ը հայտնել էր, որ Պետրոս Աֆարյանը քաղցկեղի դեմ է պայքարում, օգնություն էին խնդրել նաև շատ այլ հայ հայտնիներ։ Պետրոս Աֆարյանի կոլեգաներն ու հայ հայտնիներից շատերն իրենց սոցիալական էջերում անդրադարձել են դեպքին ու խնդրել օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր դա կարող են անել։ Դրամահավաքի մասին ինստագրամյան հարթակում հայտնել է նաև դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Նա կիսվել է ընկերներից մեկի գրառումով. «Ընկերներս, երբեք ձեզ ոչ մի խնդրանքով չեմ դիմել, բայց հիմա իմ շատ հարազատ մարդը պայքարի մեջ է քաղցկեղի դեմ։ Բուժումը շատ մեծ գումար է պահանջում ու յուրաքանչյուր աջակցություն անգին է։ Նույնիսկ եթե չեք կարող օգնել ֆինանսապես, խնդրում եմ տարածել։ Ձեր աջակցությունը կարող է վերադարձնել նրան այն կյանքին, որը նա այդքան սիրում է», նշված էր հայտարարության մեջ։ Մարինկա Խաչատրյանը հավելել էր. «Պետ ջան» և հրապարակել այն հոլովակը, որտեղ Պետրոսը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության հեռուստասերիալներից մեկում։ Դերասանուհի Էմմա Մանուկյանն էլ գրել էր հետևյալը. «Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված ընկեր Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Ցավոք սրտի, Պետրոսի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Բուժման երկարատև և դժվարին ճանապարհ է սպասվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Յուրաքանչյուրի նվիրատվությունը շատ մեծ դեր կարող է ունենալ։ Փոխանցումները կարող եք կատարել անձամբ և իր հաշվեհամարներին», նշված էր հայտարարության մեջ։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս ինստագրամյան հարթակում անդրադարձել է կարևոր թեմային։ Նա տեսաուղերձ է հրապարակել պատմելով իրավիճակն ու խնդրել ընկերներին, հետևորդներին ու կոլեգաներին անտարբեր չանցնել։ Նրա տեսանյութն առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ ես ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Աֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար։ Ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզանեի, ինքը Ազատը։ Եվ Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր Շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարող ես-ում, եղել է պարահանդեսում, պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ ստորի կիսատ մնաց խոսքս։ Ես հիմա կտեղադրեմ Պետրոսի իդրամը այստեղ, ես քիչ առաջ եմ իր հետ խոսել, ինքը ասաց, որ շատ մեծ գումարների մասին է խոսքը, բայց գոնե նախնական, եկեք փորձենք օգնել։ Նախնական մոտ 4 միլիոն դրամ, իսկ դա նշանակում է, որ եթե իմ հետևորդներից 4000 մարդ փոխանցի 1000 դրամ, գոնե նախնական գումարը մենք կունենանք։ Ուղղակի շատ եմ խնդրում իմ հետևորդներին անտարբեր չանցնել, ընդամենը 1000 դրամ դարձրեք այդ 4000-ից մեկը։ Ու նաև կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, ովքեր առհասարակ աշխատել են Պետրոսի հետ ու ճանաչում են իրեն, խնդրում եմ տարածեք իր իդրամը, հաշվեհամարները, քարտի թվերը, որովհետև միասին մենք կարող ենք շատ բան փոխել։ Տեղադրում եմ բոլոր տվյալները։ Տեղադրում եմ նաև այստեղ Պետրոսի անձամբ հաշվեհամարը, բանկային և քարտի թվերը։ Շատ եմ խնդրում, եկեք ակտիվ լինենք ու փոխանցում կատարենք ու լինենք Պետրոսի կողքին։ Պետրոսը այնքան ուժեղ մարդ է, ես իրեն ճանաչելով կարող եմ ասել, որ ամեն ինչ հաղթահարելի է, ուղղակի պետք է մենք էլ օգնենք ու իր կողքին լինենք։
Նշենք նաև, որ այս մասին իր Instagram-յան էջի սթորի բաժնում խոսել էր դերասան Սարգիս Գրիգորյանը, նա պատմել էր եղելությունը, առաջարկում ենք լսել նրան։ Ես ընդհանրապես չեմ սիրում մարդկանց անհանգստացնել, հատկապես պատե անպատե ինչ-որ բաներ խնդրել, էլ չեմ ասում, որ այսպես հրապարակային, բայց այսօր ուզում եմ խնդրել ձեզ, իմ գործընկերներին, իմ երաժիշտներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, դերասաններին, պարողներին, ում ես ճանաչում եմ, ու ոչ միայն հասարակ մարդկանց, ովքեր ինձ հետևում են։ Իմ լավ ընկերը ունի բոլորիս կարիք օգնության, շատ ծանր հիվանդության առաջականգնել ու նրան պետք է ֆինանսական օգնություն։ Եթե հնարավորություն ունեք, խնդրում եմ օգնեք։ Եթե հնարավորությունը չկա, գոնե խնդրում եմ տարածեք այն սթորին, որը դրված է նախորդ սթորին, որպեսզի շատ մարդիկ կարողանան օգնել։ Ինքը հոյակապ մարդ է, հրաշալի պարուսուց, չեմպիոն լատինաամերիկյան, ու ուղղակի շատ մեծ սիրտ ունի։ Շնորհակալ եմ իմ անունից, իմ ընկեր Հավել ենք նաև, որ Պետրոս Աֆարյանը ծնվել է 14.02.1988 թվականին, սովորել է թիվ 92 միջնակարգ դպրոցում։ 2005-ից 2009 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետում, 1995-ից 2009 թվականներին Պարային մարզիկ է։ «Պարիր թե կարող ես» նախագծի ֆինալիստ, պարահանդես նախագծի բեմադրիչ և մասնակից, 2008 թվականից 2015 թվականները Լիդեր պարային ստուդիայի պարուսույց, 2015 թվականից առ այսօր Universal Dance Studio-ի հիմնադիր պարուսույց, Հայաստանի Հանրապետության ութակի չեմպիոն, Անդրկովկասի եռակի չեմպիոն, բազմաթիվ փառատոների հաղթող, միջազգային մրցույթների ֆինալիստ, 4-րդ կարգի մրցավար։ Star News-ը առողջություն է մաղթում Պետրոս Աֆարյանին։